Բարև ժամի թարմացած նորությունները ուղի եթերում հորիզոնն է, մայիսի 8-ն է, հինգշաբթի։ Այսօր Շուշիի ազդագրման օրն է, 33 տարի առաջ մայիսի 8-ի գիշերը ժամը 2:30-ին 4 ուղղություններով սկսվեց Բերդաքաղաք Շուշիի ազդագրում, այն սկսվեց մոտ 3000 հայ զինվորով, իսկ ադրբեջանական կողմը Շուշիին պաշտպանում էր մոտ 2500 զինվորով ու սպայով։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին եւ արդեն մայիսի 9-ին Շուշին լիովին ազատագրված էր։ Հարսանիք լեռներում անվանումը ստացած ազատագրումը եզակի ռազմական գործողություն էր եւ հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակ Արցախյան ազատամարտում։ 2020 թվականին 44-օրյա պատերազմում մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը, այդ թվում եւ Շուշին, իսկ 2023 թվականին հայաթափվեց ամբողջ Արցախը, ադրբեջանական վերահսկողության տակ թողնելով 12000 քառակուսի կիլոմետր տարածք։ Ադրբեջանը դարձյալ կրակ է բացել Սյունիքում։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում է, որ մայիսի 7-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածաղ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը, տուժածներ չկան։ Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածաղի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների խնդիրների լուծման ուղղված նոր օրինագիծ է մշակվել, որը մի քանի կարևոր դրույթներով կարգավորումներ է նախատեսում ինչպես անհետ կորած անձանց ճանաչման, այնպես էլ նրանց ընտանիքների սոցիալական, իրավական, հոգեբանական աջակցության մեխանիզմների կիրառման ուղղությամբ։ 24 թվականի դեկտեմբերին առանձին քննարկում եղել է տարբեր ծնողների հետ եւ մեր փոխնախարարի մասնակցությամբ, պարոն Դադունցի մասնակցությամբ կազմակերպել էին քննարկում, նշելու եւ առանձնացնելու այն կարևոր խնդիրները, որոնք իրենց հուզում են եւ հետագայում կարան տեղ գտնեն նախագծում։ Նախորդ շաբաթ եւս արդարադատության նախարարի հետ մոտ 13 թե 12 ծնող, եթե չեմ սխալվում, եւս հանդիպելու արդյունքում էլի տարբեր խնդիրներ հուզող խնդիրների համար քննարկում էր նախատեսվել, երբ որ արդեն նախագիծը դրվել էր իդրաֆտ հարթակ եւ իրենք ուսումնասիրել էին, ծանոթացել էին, դրանից հետո արդեն օրից քննարկում էին կազմակերպել, որպեսզի տեսնենք էլ ինչ հարցեր կան, որ իրենց հետաքրքրում են, անհանգստացնում են եւ միգուցե նոր առաջարկներ ունեն, որոնք եւս պետք է տեղ գտնեն նախագծում։ Մի փոքր խոսեմ նաև նախագծում տեղ գտած զրույցների մասին եւ առհասարակ ինչի մասին է նախագիծը։ Օրենքի նախագիծը վերնագիր ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին է։ Հենց վերնագիրն արդեն հուշում է, թե ինչ կարգավորման առարկա ունի տվյալ օրենքի նախագիծը, կարգավորում է անհայտ կորած անձանց իրավական վիճակը, կարգավորում է անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքները, մասնավորապես ընտանիքի անդամների մասով հատկապես իրենց հարազատի գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին տեղեկատվություն ստանալու իրավունքն է սահմանում, որին համապատասխանում է պետության պարտականությունը բավարար ջանքեր գործադրելու եւ հասցեական տեղեկատվություն տրամադրելու յուրաքանչյուր անգամ, երբ որ ծնողը այդ հարցերը բարձրացնում է։ Սոցիալական աջակցության համատեքստում տարբեր ուրեմն ֆինանսական արտոնությունների է վերաբերում նախագիծը, թե ինչ հնարավորություններ կան ծնողների կողմից ֆինանսապես ինչ-որ աջակցություն ստանալու մասով, շահառուների կողմից վնասի հատուցում եւ աջակցություն ստանալուն է վերաբերում, որ դեպքում խոսքը արդեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքի եւ առողջությանը վաճառված վնասների հատուցման մասին օրենքի համատեքստում վնասի հատուցում եւ աջակցություն ստանալու իրավունքների մասին է։ Նախատեսում են դրույթներ այս ոլորտում լիազոր մարմնի հետ կապված դրույթների մասին, թե ով է այս պարտականությունը ստանձնելու։ Միաժամանակ նախատեսում է անհայտ կորած անձանց միասնական ռեեստրի ստեղծման հետ կապված հարաբերությունները, ստեղծման եւ վարման մասով, ինչպես նաեւ անհայտ կորած անձանց հարցերով միջազգային համագործակցության հետ կապված հարցերը, անհայտ կորած անձի ծնողների կողմից հետախուզման դիմում ներկայացնելու արդյունքում անհայտ կորած անձի հետախուզման գործընթացը նախաձեռնելուն են վերաբերում դրույթները, երբ կարող է այդ հետախուզումը դադարեցվել, հետախուզման ընթացքում ինչ գործիքակազմ պետք է ձեռնարկի լիազոր մարմինը, ինչ մարմինների հետ պետք է համագործակցի,
ինչ պարբերականությամբ պետք է այդ տեղեկատվությունը ստանա եւ ի վերջո անհայտ կորած անձանց ծնողներին ինչ պարբերականությամբ պետք է թարմացումներ ներկայացնի իր կողմից հայթայթած տեղեկատվության մասով։ Նիկոլ Փաշինյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք հայերենական մեծ պատերազմում հաղթանակի նվիրված միջոցառումներին։ Այս մասին են հայտնում կառավարությունից։ Հայերենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի պատվին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան կարևոր նախաձեռնությամբ է հանդես եկել։ Շիրակացի փողոցում Զորամասի մերձակա տարածքում տեղադրվել են մեծ հայրենականի մասնակից մարշալների, գեներալների, զորահրամանատարների եւ ռազմաճակատում հերոսացած զինվորականների լուսանկարները, նրանց մասին պատմող տեղեկություններով։ Եռակողմ ցուցանակներում հաղթանակ ավանդած հերոս մարդիկ են, անկախ ազգային պատկանելությունից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից այն զինվորականներն են, որոնց սխրանքների ու հերոսական դրվագների մասին պատմությունները լսել են մի քանի սերունդ։ Խորհրդային բազմազգ ժողովրդի խիզախումները 1941-ից 45 թվականներին վճռորոշ թեր ունեցան հաղթանակի համար։ 80 տարի անց եւ միշտ այդ սխրանքների մասին իրողությունները սերունդներին է փոխանցվելու։ Պատկերազարդ այս ցուցանակներում համառոտ տեղեկություններ կան պատերազմի բովով անցած զինվորականների մասին։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Հենց դրա համար էլ այս նկարները փակցում են, որ ոչ ոք չմոռանա։ Հիշեն, մեր հերոսներին հիշեն, անկախ են բանից ինչ ազգության մարդիկ են, բոլորը պիտի հիշեն։ Ռուսական զորամասի զինվորները մի քանի օր առաջ մաքրված բարեկարգված տարածքում Շիրակացի փողոցի մայթի երկայնքով բետոնյա արգելապատնեշների վրա ճանաչողական ուսանելի եռակողմ վահանակներ են տեղադրել։ Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներից առաջ խորհրդանշական այս մոտեցումը անցորդների հետաքրքրությունն է շարժել։ Չաստի սալդատներն են բաները, մաքրեն ուր խփել են։ Կարևոր է որ մարդկանց կհիշեն, չէ՞, ու կճաստիրակվեն։ Շատ խելացի, շատ սիրուն բան է մտադրվել, շատ սիրուն եղել է։ Մեր հերոսն են, ովքեր իստես իրանց կյանքը նվիրել են մեր հողի համար։ Սովետական հողի համար, ոչ թե Հայաստան։ Ասենք հերոսների երևի նկարներն է, էլի։ Պատերազմի ժամանակվա։ Բայց էլ չեմ մոտիկցել, իշքան գիտեմ հայ նկար է պետք է այստեղ, էլի։ Հայ զինվորականների լուսանկարները այս շարքում իհարկե շատ են։ Ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային երկրի ժողովուրդները հայրենական կռիվ էին մղում։ Ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար լոզունգով միլիոնավոր քաղաքացիներ ռազմաճակատ էին մեկնում։ Սրբազան պատերազմում մեծ էր հայերի ներդրումը, նրանցից շատերը ռազմական գործի փառավոր ճանապարհ են կերտել։ Առաջինն աչքի է ընկնում խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի մեծ լուսանկարը, որտեղ նաև կարդում ենք. Հայազգի գլխավոր զորահրամանատարն առանցքային ու կարևոր դեր է ունեցել հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակներում։ Հովհաննես Բաղրամյանի ևս հայազգի 4 մարշալների Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խուդյակովի, նույն ինքը ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցի, Սերգեյ Ագանովի եւ ԽՍՀՄ-ի միակ ծովակալ Հովհաննես Իսակովի մասին պատմական տեղեկություններն անցորդներին արդեն 80-րդ անգամ նշվող մեծ հաղթանակի օրը կերտողների անցած փառավոր ուղին են հիշեցնում։ Հայրենական մեծ պատերազմում տարբեր ռազմաճակատներում են կռվել 600,000 հայեր։ Մարինե Դերբենյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Ուկրաինայում այսօր առավոտը լուր է բացվել։ Մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ է մտել Վլադիմիր Պուտինի հայտարարած հրադադարը կապված հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի հետ։ Վլադիմիր Պուտին հրադադարի մասին հայտարարել է ապրիլի վերջին, որից հետո մայիսի 3-ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին մերժել էր այդ առաջարկը։ Ռուսական կողմն է նշել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը պետք է պատրաստ լինի հետ մղել հարձակումները, եթե Ուկրաինան խախտի հրադադարը։ Կարևոր նորությունները տեսաշարով։ Մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ է մտել մայիսի 9-ի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից հայտարարված 72-ժամյա հրադադարը։ Ուկրաինայի օդային ուժերը հայտնել են, որ մայիսի 8-ի առաջին 8 ժամվա ընթացքում Ուկրաինայի երկնքում ռուսական անօդաչու թռչող սարքեր կամ հրթիռներ չեն արձանագրվել։ Միևնույն ժամանակ Սումիի շրջանում ռուս զինվորականները ուժեղացրել են մարտավարական ավիահարվածները օդային ռումբերով, հայտնել է օդուժը, իսկ դատախազությունը հայտնել է 1 զոհի մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել հիշատակի
օրվա եւ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։ Մեզանից յուրաքանչյուրն ուզում է, որ լռություն գա, որպեսզի խաղաղությունը տիրի։ Մենք պայքարում ենք դրա համար եւ մենք հասկանում ենք, թե դրա համար ինչ է անհրաժեշտ։ Կամ Ռուսաստանը պետք է արմատապես փոխվի, հակառակ դեպքում աշխարհը պետք է փոխվի։ Ճիշտ այնպես, ինչպես դա արեց աշխարհը 80 տարի առաջ, երբ վերջապես բոլորի համար ակնհայտ դարձավ. անհնար է հանդարտեցնել չարը։ Պետք է պայքարել դրա դեմ, ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ժամանի Մոսկվա մասնակցելու հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ միջոցառմանը Ալիևի չմասնակցելու վերաբերյալ Բաքվից հեռագիր են ստացել։ Բացատրել են այն հանգամանքով, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված միջոցառումներին, նշել է Ուշակովը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի մեծ պալատի Սուրբ Գեորգի սրահում հանդիպել է Չինաստանի ղեկավար Սի Ցինպինի հետ։ Պետությունների ղեկավարները քննարկել են ուկրաինական հակամարտությունը եւ ռուս-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր։ Բանակցությունների օրակարգում են նաեւ երկկողմ համագործակցությանը առնչվող հարցեր, որոնց թվում է նաեւ էներգետիկայի ոլորտը։ Խոսքը հիմնականում վերաբերում է Սիբիրի ուժը 2 գազատարին, որը ենթադրաբար պետք է ձգվի Յամալի եւ Արևմտյան Սիբիրի տարածքից մինչեւ Չինաստան։ Բանակցություններից հետո Պուտինն ու Սի Ցինպինը կստորագրեն 2 համատեղ հայտարարություն եւ հանդես կգան մամուլի համար նախատեսված ելույթներով։ Սպասվում է նաեւ միջկառավարական եւ միջգերատեսչական մի շարք փաստաթղթերի հաստատում։ Իդեպ Պուտինը Սի Ցինպինին սիրելի բարեկամ է անվանել։ Եմենի Անսար Ալլա շարժման հութի ապստամբների հարձակումներն Իսրայելի տարածքի վրա ծանր հետևանքներ կունենան նրանց եւ Իրանի համար։ Այս նախազգուշացումն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Եթե հութիները շարունակեն հարվածել մեզ, ապա Իսրայելը նրանց լուրջ հարվածներ կհասցնի։ Ես նաև զգուշացնում եմ Իրանի ղեկավարությանը, որ ֆինանսավորում, զինում եւ վերահսկում է հութիների ահաբեկչական կազմակերպությունը։ Այնինչ մենք Բեյրութում արեցինք Հեզբոլլահի, Գազայում Համասի, Դամասկոսում Ասադի եւ Եմենում հութիների հետ, նույնը կանենք ձեզ հետ Թեհրանում, գրել է Կացը X-ում։ Մենք ոչ մեկին թույլ չենք տա վնասել Իսրայելին, իսկ ով մեզ կվնասի, մեծ կորուստներ կունենա, շարունակել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը։ Նա հավելել է, որ հրեական պետությունը կարող է ինքնուրույն պաշտպանվել ցանկացած սպառնալիքից եւ ցանկացած թշնամուց։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ այսօր կհայտարարի մեծ եւ մեծ հարգանք վայելող երկրի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասին։ Գործարքը կլինի Թրամփի վարչակազմի առաջին առևտրային համաձայնագիրը այն բանից հետո, երբ նա անցյալ ամիս հսկայական մաքսատուրքեր սահմանեց իր միջազգային գործընկերների վրա։ Բրիտանական եւ ամերիկյան լրատվամիջոցները վկայակոչելով կառավարական աղբյուրները հայտնում են, որ Թրամփը կհայտարարի Մեծ Բրիտանիայի հետ շրջանակային առևտրային համաձայնագրի մասին։ Երեկ Վաշինգտոն են ժամանել բրիտանացի բարձրաստիճան առևտրային բանակցողները։ Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ բրիտանական բիզնեսի եւ առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչները փորձում են ապահովել, որ համաձայնագիրը ստորագրվի մինչև մայիսի 19-ին նախատեսված Մեծ Բրիտանիա-Եվրամիություն գագաթնաժողովը եւ մինչև Եվրամիության հետ առանձին եվրոպական համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկը։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Այսօր առավոտյան Վատիկանում կոնկլավի երկրորդ քվեարկության ժամանակ ևս կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալներ չեն կարողացել Հռոմի պապ ընտրել։ Սիքստինյան կապելայի ծխնելուզից կրկին սև ծուխ է բարձրացել։ Առաջին քվեարկությունը տեղի է ունեցել մայիսի 7-ի երեկոյան կոնկլավի առաջին օրը։ Ավանդույթի համաձայն տեղի ունենում օրական մինչև 4 քվեարկություն, 2 առավոտյան, 2 երեկոյան։ Հռոմի 267-րդ պապի ընտրությունը կանցկացվի այնքան ժամանակ, քանի դեռ թեկնածուներից մեկը չի ստացել ձայների 2/3-ից ավելին։ Հռոմի պապի ընտրությունն ազդարարվում է Սիքստինյան կապելայի ծխնելուզի սպիտակ ծուխով, որն ուղեկցում է զանգերի ղողանջով։ Որպես կանոն նոր պոնտիֆիկոսը հայտնում է Սուրբ Պետրոսի հրապարակին նայող պատժգամբում իր ընտրվելուց հետո 1 ժամվա ընթացքում։ Պատմության մեջ ամենաերկար կոնկլավը տևել է գրեթե 3 տարի, 1268 թվից մինչև 1271 թիվը, երբ Հռոմի պապ ընտրել Գրիգոր 10-րդը։ Ամենակարճ կոնկլավը տևել է ընդամենը 10 ժամ եւ ավարտվել 1503 թվականին Հուլիոս II պապի ընտրությամբ։ Այս ժամի համար այսքանը, Հորիզոն ուղիղ եթերում է ժամը 20-ին։ Գյումրին սիրելու քաղաք է։ Գյումրին ամեն օր տեսնելու եւ ապրելու քաղաք է։ Գյումրիի կենտրոնում սեփական